այն բոլոր զգացմունքները, որոնք պահում ենք մեր հոգում ու սրտում։ Դրա մարմնացումներից է մեր կրթամրցանակակիրներից Զարուհի Մելքոնյանի պատրաստած գեղարվեստական փոքրիկ ստեղծագործությունը, նվիրված Դավիթի անմահ հիշատակին, որի գաղափարը ծնվել է Դավիթի սխրագործությունից, նրա անձնազոհ կերպարից և նրա սիրելի շախմատի խորհրդանշական իմաստից ներշնչված։ Խոսքը սիրով փոխանցեմ Զարուհուն, որպեսզի ներկայացնի գրքի բովանդակությունը։ Շնորհակալ եմ շատ ջան։ Ճիշտն ասած, երևի նկատած կլինեք, որ որոշակի խոսքեր ասելու համար տրվում է ընդհանրապես մեկ հնարավորություն, ու դրա համար շատ դժվար է տրվում ճիշտ բառերը ընտրելը, ու հենց հիմա ես նմանատիպ իրավիճակում եմ, եւ միաժամանակ պատասխանատվություն, իրավահետություն իրար հետ իմ մեջ գտնվում են, ու Գայանեն ճիշտ նշեց, երբ որ առաջին անգամ մենք իմացանք, որ մենք ընդունելու այս տարվա կրթամրցանակակիրները, ես այդ պահից շնորհակալ էի ոչ միայն հանձնաժողովին ու սիրելի ուղին կազմակերպիչներին այս մրցանակի գոյության համար, այլ նաև հենց այն գաղափարախոսության համար, որ ինքը կրում էր, ու այս ամիսների ընթացքում, երբ մենք աշխատում էինք այս միջոցառման վրա, ես լրիվ ուրիշ ձև եմ արդեն սկսել մտածել ամենակարևոր բաների մասին ու սկսել եմ հասկանալ, որ մտածելու իմը ստալու համար այս կյանքում կան ավելի կարևոր բաներ, հատկապես երբ որ ուսումնասիրում ես Դավիթի ու նրա նման շատ մեր հերոս տղաների պատմություն ու հասկանում ես, թե նրանց ուժի առաջ ինչքան փոքր է աշխարհը, որովհետև երբ երիտասարդ տղան կարող է իր ուժով, իր թողած հետքով այդքան մեծ լինել, աշխարհի ինքնիստիկյան ավելի փոքր է դառնում, ու հենց այդ խորհրդի ընթացքում էլ ծնվել է այս փոքրիկ պիեսը, որը Տիկին Դադայանի հոգացությամբ այս գեղեցիկ տեսքն է ստացել, ու այսօր հնարավորություն ունեմ ձեզ ներկայացնելու։ Այստեղ իմ կերպարները ծնվել են հենց Դավիթի շնչված, իրենք շախմատիստներ են։ Այստեղ ամենակարևորը, որ կուզենամ ձեզ փոխանցել բոլոր նաև մեր ընկերներին, ովքեր նաև իրենք են շարունակողները մեր տղաների փորձը, ամենակարևորը այստեղ այն է, որ մենք նշում ենք, որ եթե շախմատում թագավորներից երկու թագավորներն են ձգտում են փոխելու, մեր հայ իրականության մեջ հայ երիտասարդները հակառակն են ապացուցում, որ իսկական թագավորները նրանք են, ովքեր չեն էլ ձգտում, որ իրենց փրկեն, իսկական թագուհիներն էլ բնականաբար ինտերեսացին մայրերն են, բանակ որդի ճանապարհացի մայրերը, այդ թվում և դուք Տիկին Սուսան ջան, շատ ուրախ եմ, որ առաջին օրինակը հենց ես ձեզ հիմա կփոխանցեմ և Տիկին Արմենին։